ցանկացած ռազմավարություն մշակելիս դա միայն, ասենք, դատաիրավական բարեփոխումների հետ միայն չեն մասնակցում, ասենք, այն անձինք, որ ներգրաված են process-ի մեջ, այսինքն, չգիտեմ, այն մարմին արտադրության նախարարությունը կլինի դատարանները, թե կլինեն, ասենք, մարդու իրավունքների պաշտպանները, հանրություններ, հասարակական կազմակերպություններ ներգրաված են, տարբեր պրոֆեսիոնալ իրավաբաններ, գիտնականներ ներգրաված են, եւ բնականաբար խնդիրները վերհանելիս հաշվի առնվում բոլորի կարծիքները։ Բնականաբար դատաիրավական բարեփոխումներում այո այսօր ներգրաված են համար թե բոլոր այն խնդիրները, որ այսօր կարգային, բնականաբար խնդիրներ առաջանում, որոնք այս պահին միգուցե եւ հնարավոր չէր կանխատեսել, բայց հետագայում, ասենք, բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են, բնականաբար արագորեն արձագանքում է դրանց եւ դրանց հետ կապված լուծումներն ներգրավում են նույնիսկ ռազմավարական փաստաթղթերի մեջ։ Մասնավորապես ասեմ ձեզ, որ մեր ժամանակաշրջանում հաշվի առնելով, որ բավականին լայն տարածում ունի նաև տեխնոլոգիաների զարգացումները, նաև ասեմ ձեզ, որ դա էլ հաշվի առնվում են եւ դուք տեսնում եք, որ այսօր ակտիվորեն նաև աշխատանք են տանում, որպեսզի նաև դատական process-ների թվայնացման խնդիրները այսօր դուք գիտեք, որ քաղաքացիական այցնա, բացառապես էլեկտրոններն եւ միացած մյուս գործընթացներն էլ։ Այո, այսօր գործընթացը իրականացվում է հաշվի առնելով նաև ժամանակի պահանջները եւ նաև այն փոփոխությունները, որոնք առաջում ընթացքում, այո, դրանց էլ արագորեն արձագանքվում է, ինչքանով հնարավոր է լինում այս պահին անել եւ եթե մնում են ինչ-որ բաց հարցեր, բնականաբար ժամանակի ընթացքում քննարկում այլ ներգրավում են նոր process-ների մեջ բոլոր։ Թափանցիկ են դարել բոլոր process-ները, որոնք ընթանում են, այդ թվում եւ դատավորների ընտրությունը, դուք նաեւ տեսնում եք, որ բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունն ինչքան թափանցիկ էր եւ ինչքան բաց էր եւ հասարակությունը բոլորը համար տեսանելի էր, թե ինչ ձև է իրականացում, նաեւ ես կարող եմ ասել, դուք տեսնում եք, որ բարձրագույն դատական խորհրդի նիստերն էլ արդեն հերարցակում են on-line եղանակով եւ արդեն բոլորի համար հասկանալի է դառնում, թե process-ների ինչքանով են, ինչ ընթացքով են ընթանում այդ ամբողջ խնդիրների լուծումների գործընթացները։ Իմ կարծիքով, որ այո, գնալով հասարակության վստահությունը դեպի դատական համակարգը բարձրանում է, եւ դա վստահում են նաեւ կարամ դա հավաստիացնեմ այնքանով, որ նաեւ ավելանում են դատարան դիմողների քանակը, ինչը նախկինում, ասենք, մարդիկ փորձում էին ամեն դեպքում մի քիչ այլ լուծում ստանալ։ Նաեւ հաշվի առնելով, որ իրավական համակարգում ներդրված նոր ինստիտուտները, դա հաշտարարության ինստիտուտն է, դուք գիտեք, որ նոտարների առումով որոշ գործընթացներ ավելացան նոտարներին դատարանները բեռնաթափելու համար եւ այդ շղթայի մեջ այդ բոլոր գործընթացները իրականացում եւ բոլոր ներգրավությունը բոլոր մարմինների, այո, կարծիքով, որ բարձրացնում է վստահություն դեպի դատական իշխանություն։ Բարձրագույն դատական խորհրդի համագործակցությունը բնականաբար մենք այսօր իմ ներկայությունն էլ ստեղ խոսքը գնում է նրա մասին, որ մենք բաց ենք համագործակցության ցանկացած կոնստրուկտիվ քննարկման եւ կոնստրուկտիվ բոլոր տեսակի, ասենք, բաների զրույցների մենք բաց ենք եւ պատրաստ ենք լինում։ Այո, համագործակցում ենք այնքանով, որ բոլոր ռազմավարական կետերի հետ կապված էլ մենք էլ մեր մտահոգություններն ենք հայտնում, լսում ենք նաեւ մյուսների կարծիքները։ Հենց այսօր քննարկվող այդ մարդու իրավունքների ռազմավարության մեջ կետեր կա, որոնց վերաբերում դատական մարմիններին, մասնավորապես այդ դատարաններում խցերի վերանորոգման հետ կապված, ասեմ ձեզ, որ մեծ մասը արդեն իսկ վերանորոգված է, անցյալ տարի եւ այս տարի արդեն մեծ մասը վերանորոգված է, չնայած դեռ իրավական առումով ստանդարտները սահմանված չեն, բայց արված է այն ձևով, որ իրականում մարդկանց համար չլինի խնդիր նմանատիպ, իհարկե մարդ այդ վիճակում գտնվելով նաեւ չունենա խնդիր, ինչ որ չգիտեմ, կապված կահավորման կամ վերանորոգման կամ եւ այլ հարցերի հետ։